Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ժամը 18:00-ի դրությամբ լուրերն այսպիսին են։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում լարված եւ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Տեղում հազարավոր մարդիկ են հավաքվել, մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների եւ հակաեկեղեցական արշավ սկսված Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Առաջին խումբը բացականչում է հեռացիր, երկրորդը վեհափառ։ Ավելի ուշ Ամենայն հայոց Գարեգին երկրորդը հոգևորականների ուղեկցությամբ եւ զանգերի ղողանջների ներքո մտավ Էջմիածնի մայր տաճար։ Տարածքում հավաքված հարյուրավոր մարդիկ այդ պահին վանկարկում էին վեհափառ, վեհափառ։ Մայրաթորում վեհափառի մասնակցությամբ մեկնարկած ժամերգությունն ընթանում է բնական հունով, տարածքում դեռևս չեն նկատվում այն եպիսկոպոսները, որոնք հրավիրել էին այս հավաքը։ Փոխարենը Մայրաթորը ժամանել Հովանավանքի կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը, ում Էջմիածնին արգելել է եկեղեցական ծեսեր կատարել, նա ևս այստեղ է։ Վերջինս լրագրողներին ասաց, եկել են եկեղեցին այսպես ասած ազատագրելու։ Ստեփան Ասատրյանի խոսքով հավաքը հրավիրած եպիսկոպոսները հավանաբար արդեն տեղում են կամ շուտով կժամանեն։ Նախորդին հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին ժողովրդին դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով, որն իրենց պնդմամբ այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Դրանից արագածոտնի թեմա հայտնել էր, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի եւ տեղի կունենա Մայր Աթոռում։ Փաշինյանն էլ կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց, որ բացառում է բախումների հավանականությունը Մայրաթորում նախատեսված հավաքի ընթացքում։ Բախումների որևէ հնարավորություն բացառում է, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը, հերթական անգամ պնդելով, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել վեհափառ հայրապետից, ում նա հերթական անգամ ավազանի անունով է դիմել, եւ իր խոսքով Մայրաթորը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Փաշինյանը վստահեցրել է նաև, որ չի ուղղորդում, բայց աջակցում ու ողջունում է Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած 10 եպիսկոպոսների գործողությունները։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմից հայտնում են տեղեկությունները, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն եւ եկեղեցին ղեկավարել հեռակա կարգով, ակնհայտ կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ նման արատավորող եւ կեղծ տեղեկություններ են տարածել իշխանամետ լրատվամիջոցները հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանից մինչեւ Մոլդովա ծխական հոգեվորականների հավաքից հետո, որտեղ նրանք իրենց հավատարմությունն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Հայտարարության հեղինակները նշել են, որ 2018 թվականից մինչ օրս նման ֆեյքերը տարածում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Ապա տեղեկատվություն տարածելու եւ հանրային կարծիքը մանիպուլացնելու միջոցով նրանք փորձում են կոծկել իրենց հակաեկեղեցական եւ հակապետական գործունեությունը։ Այս հաղորդագրությունը իշխանությունների հիվանդագին երևակայության հերթական դրսևորումն է, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ կաթողիկոսը լիովին վերահսկում է հայ առաքելական եկեղեցու գործունեության հետ կապված գործընթացները։ Ավելին, նա ընտրվել է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են հոգևորականներ ու աշխարհականներ ու եկեղեցու կանոնի կոչված ղեկավարն է։ Ոտնձգություն կատարելով եկեղեցական միասնության եւ Գարեգին Բ-ի դեմ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց հետևում կանգնած ուժերը ձգտում են պառակտել եկեղեցին, ստեղծել այլընտրանքային կաթողիկոսական գահ ու նշանակել իրենց կաթողիկոսին։ Հայաստանի իշխանության իրական նպատակն է խախտելով սահմանադրությունն ու գործող օրենսդրությունը ամբողջությամբ իրեն ենթարկեցնել եկեղեցին, դրանով իսկ խաթարելով նրա միասնականությունը, ընդգծվում է հայտարարության մեջ։ Այնտեղ նշվում է նաև, որ այդ գործողություններն ուղղված են հայ ժողովրդի միասնականության դեմ ու տանում են դեպի ինքնաոչնչացում, սակայն նման փորձերը դատապարտված են լիակատար ձախողման։
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց էր ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ, հայտնելով, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Վարդանյանը նշել է, որ իր ելույթում պատրաստվում է ընդգծել տեղի ունեցողը չեմ ընդունում որպես դատական գործընթաց եւ մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին ու հետևաբար չի կարող համարվել դատաքննություն դրա իրական իմաստով։ Պետք չէ վախենալ մահից կամ փորձել հաղթել նրան։ Մահը սարսափելի չէ, սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ աստիճանաբար ասես ճառագայթում թափանցում է մեր մեջ եւ ներսից քայքայում, ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին էլ այսօր նորից կանչել են հարցաքննության։ Այս քրեական գործով, որը հարուցվել է Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա, Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի։ Ինչ են կոնկրետ քննում ու ինչ հարցեր են իրեն տալիս, Շահրամանյանը նախաքննության գաղտնիությունից ելնելով չի ասում։ Սամվել Բաբայանը, որի նկատմամբ Ադրբեջանը տասնամյակներով հետախուզում էր հայտարարել, անարգել անցել էր ադրբեջանցիների կողմից հսկվող Հակարիի կամուրջը Երևան հասնելուն պես հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվել ու քննադատել Արցախում մնացած պաշտոնյաներին, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ նորընտիր Սամվել Շահրամանյանին։ Հենց նրա հայտարարությունների հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել ու շուրջ 2 տարի է շարունակվում է այս քրեական գործի քննությունը։ Մենք չենք խուսափել ներկայանալ վարույթ իրականացնող մարմիններ ու պատասխանել հարցերին։ Այսօր նույնպես հարցեր էին ծագելու, մենք պարզաբանում տվեցինք այս հարցերին, լրագրողներին այսօր ասել է Շահրամանյանը։ Շահրամանյանին հարցաքննության են կանչել նաև Բագրատ Սրբազանի ու այլ քրեական գործերով։ Նրա փաստաբանը կարծում է, որ այս քննչական անընդհատ հրավիրելը նրան ճնշելու նպատակով է։ Սամվել Շահրամանյանը մշտապես պաշտպանում է կաթողիկոսին ու այսօր էլ Մայրաթորում մասնակցում է ժամերգությանը։ Գևորգ Պապայանն էլ հայտնել է, որ բենզինով բեռնված 22 վագոն Ադրբեջանից արդեն դուրս է եկել եւ ուղևորվում է դեպի Հայաստան։ Ըստ նրա վառելիքը առաջիկա օրերին կհասնի Հայաստան։ Ադրբեջանից Հայաստան է ներկրվում AI-95 տեսակի բենզին, որը Գևորգ Պապոյանի փոխանցմամբ որակական բարձր ցուցանիշներ ունի։ Եթե բիզնեսը շարունակեց բերել եւ գները իջան, ուրեմն մրցունակ է, եթե գները չիջնեն, ենթադրում եմ բիզնեսը չի էլ բերի, ասաց նա պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական բենզինը մրցունակ կլինի, թե ինչու է ներկրվում հենց 22 վագոն բենզին, Պապոյանն ասաց, որ ադրբեջանական բենզինը գնաց ընկերությունը կամ ընկերություններն իրենք են որոշել առաջին խմբականակը հենց այդ չափով ներկրել։ Ենթադրում է, որ խոսքը 1300 տոննայի մասին է։ Գևորգ Պապոյանը առայժմ փակագծեր չի բացում, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են Հայաստան ադրբեջանական նավթ ներկրում։ Ադրբեջանական բենզինը գնաց ընկերությունների անունները կհայտարարվի Հայաստան ներկրումից հետո։ Պրոցեսը գնացել է, եկեք ֆիքսենք, որ պատերազմի փոխարեն առևտուր ենք անում։ Պատերազմը կորուստներ է, առևտուրը բարեկեցություն, նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը եւս ողջունել է ադրբեջանական բենզինի ներկրումը։ Ես ողջունում եմ այս զարգացումը, առևտուրը տեղի ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար։ Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ապա Փաշինյանն ասաց, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան եւ հույս ունեն, որ այդ հարցերը կկարգավորվեն։ Եթե չկարգավորվեն, էլ տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու համար, նշել է նա։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զայրացել է հանձնարարելով փակել Երևանի կենտրոնում գտնվող խանութներից մեկը։ Ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սենց ա մեր մոտ։ Ուրեմն եթե սենց անեք, սենց կանեք, փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ ասածս ինչքան է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։
Կառավարության նիստում այսօր պետնախագահին հրահանգել է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր դեկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, ժամը 17:00-ի սահմաններում Ապարան Գեղարոտ ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա S-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց ու կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Ծաղկահովիտ առողջության կենտրոն, դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, առողջ եղեք, մնացեք Օրակիր Նյուզի հետ։